Ընկերներ բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Ուզում եմ դատելուց խոսամ, մեր ընկերներից մեկը ասեց, ինչա դատելը։ Գիտես դատելը այնա, որ մեկին մի բանի մեջ մեղադրում ես։ Վերջնական վճիռը որ կայացնում ես, որ դու հաստատ սրանից ես, դա դատապարտելն է։ Բայց դատելը դա այնա, որ դու ասում ես, դու շնացող ես, սենց, դու ասենք չգիտեմ, խմող ես, դու ով ես, չգիտեմ, դու ես, դու այն ես։ Ընկերներ, գիտես, երբ որ ասում ես Ընկեր դու ալկոհոլ ես օգտագործում, մի օգտագործի այդ ալկոհոլը, այդ նշանակում է դու փորձում ես իրան ոնց որ բերես դեպի Աստված, դեպի մի բարի բան անես, անգամ դաժե Աստված չէ, մի բարի բան ես ուզում ան, բայց դու որ վերջնական նստում ես սրա նրա մոտ ասում ես դա էդի ալկաշա լավ դրա այդ գործ չունեք, այդ նշանակում է դու դատում ես այդ մարդուն։ Դու Աստված ասում է մի դատեք, որ չդատվեք ընկերներ։ Գիտեք ամբողջ կյանքը դիմացը դա։ Դու չգիտես ինչ իրավիճակում կհայտնվես, կարող է ցանկալի մեկին կորցնես, այնց սիրած մարդու կորցնես, դու էլ իրանից բետար արկաշ դառնաս։ Իրա ցավն ու դարդը դու չգիտես ինչի մեջով անցնում, որ դրան է գնացել, ասենք դրանից բռնվել է, չար ոգուց ինքը բռնվել է։ Գիտես, երբ որ մարդը ապաշխարում է, ոչ մեկ չի կարա դատի, ոչ մեկ չի կարա մեղադրի ինչ-որ մեկին, որովհետև եթե ես ուզում եմ ձեզ ինչ-որ մեկիդ մեղադրեմ, ես պետք է սուրբ լինեմ։ Գիտեք դրա իշխանությունն ունի մենակ Քրիստոսը։ Այս ամբողջ աշխարհի գոյության ընթացքում, եթե մեծ լավ տղա որ կարա մեկին դատի սուտ ասան, ուղիղ ասում եմ, որովհետև ինքը սուրբ չի։ Ամենասուրբը, որ իշխանություն ու իրավունք ունի, դա մենակ Քրիստոսն է, որ ինչ որ մեկին դատի։ Մնացած բոլորը չարեն, ուղիղ ձեզ ասում եմ։ Էդի իմանայք, դուք էլ մի կողմում կարաք ասեք, բախես դատում։ Ես որ ասում եմ մնացած բոլորը չարեն, իմը չեմ ասում։ Ես ինձնից ոչ մի բան չեմ ասում ընկերներ։ Ես ձեզ եմ ասում այն, ինչ որ ասել է ինձ Քրիստոսը, ինչ որ լսել եմ նրանից։ Դրա համար Քրիստոսն ասում է գնացեք, քարոզեք ավետարանը եւ այլն։ Ասում է ձեզ չլսողը, այնպես չի որ ձեզ չի լսում։ Ասում է ինչ չի լսում։ Ասում է ձեզ անարգողը, այնպես չի որ ձեզ է անարգում, ինձ է անարգում։ Ասում է ձեզ վիրավորողն ու հայոյողը ինձ է վիրավորում։ Քրիստոսն ասում, որովհետեւ ես իմը չեմ որոնում ընկերներ, ես ինտանից չեմ հորինը մի շնացիր կամ չգիտեմ ես, դա Աստծունն է, դա Աստծուց է եկել, հասկացաք։ Ես պարզապես դա վերցրել եմ, հավատացել եմ ու հիմա փորձում եմ ձեր հետ կիսվեմ։ Պատկերացիք, եթե ես հանդիմանում եմ, դա դատ չի։ Դատ կլինի այն ժամանակ, երբ որ հորինեմ ինձանից ու ես ինձ կարգեմ սուրբ ու ես ձեզ կարգեմ մեղավոր։ Գիտես, Եսայայի 65-ում մեջ էլ sense մի բան կա գրած, ասում է ինձ մի մոտեցի, ասում է ես սուրբ եմ։ Չկա տենց մեկը, որ կարա այդ խոսքը օգտագործի։ Մենակ կարա Քրիստոս օգտագործի, Քրիստոսն են չօգտագործել։ Ասեց ես հիվանդների, կաղերի, կույրերի ու ասեց կարիքավորների համար եմ եկել։ Ասեց աղքատների համար եմ եկել։ Դրա համար ընկերներ, դատելն այնա, որ ինչ որ մեկին մեղադրում ես։ Եթե նայեք ինչ որ մեկը վատ է մեքենան վարում, ասում եմ ես ոնց ես վարում, ապա դու շոֆեր չես օրինակ, հա։ Բաղը կարամ ես լինեմ դրա փոխարեն ընկերներ։ Նույն բարկությունով լցրած, նույն իրավիճակում լցած, ու ավելի չար կարա իմ հետ լինի։ Եթե այդ մարդը տենց վատ վարելով մի կերպ պրծավ, հա։ Ես կարող եմ մի կերպ չպրծնեմ ավարիա տամ ու շատի վնաս ինձ ու մնացածներին։ Դրա համար Աստված ասում է ինչ դատով դատում եք, ձեզ էլ դատվելու է։ Հերիք չի այս երկրում գալու է միակ ձեր գլխին այդ նույնը ու դուք ձեր մեջ հիշելու եք որ Սիմոնին մեղադրում եք դրա մեջ, ասում եք հələ սպասի սրան է, ասում եք գլխիս եկավ։ Դրա համար Աստված ասում է մի դատեք ընկերներ, եթե ինչ որ մեկն էլ մի բան արած լինում, ոչինչ, բերեք դեպի ապաշխարության, բերեք։ Եթե ուզենաք ու չընդունի, ասում է, եթե հանդիմանես քո եղբորը չլսի, ասում է մի քանիսին բեր, ասում է, եթե դա չէ, ասում է տար եկեղեցով փորձի հանդիմանես, եթե չէ, ասում է թող քո համար մաքսավոր, ասում է հեթանոս լինի։ Դրա համար ընկերներ դատելը շատ լուրջ բան է, մեղադրելը, որովհետև մենք այս աշխարհի մեջ ամեն ինչի հանդիպում ենք, հասկացաք։ Ես ոնց կարամ ասենք, չգիտեմ, ասեմ, դու քրտվող ես ախպեր, քո խոսքի մեջ ճշմարտություն չկա։ Վաղը կարող են իրավիճակում լինեմ, որ ես էլ նույնը անեմ ու ավելի վատ անեմ։ Ու կարող է ձեզանից շատերը չտեսնեն ընկերներ, բայց չէ որ Աստված տեսնում է ճշմարիտ դատավորը, որ մեկն է, հա։ Մի տել Հակոբոսն է, ոնց որ ասում է, եթե դատում ես, էլ օրենքը կատարող չես, մեղադրում ես, այսինքն էլ կատարող չես, էլ մեղադրող ես, դատավոր ես, որն էլ մենակ Աստծուն է, որն էլ իշխանություն ունի մենակ Աստված։ Միտեղ էլ 5 տականում գրած ասում է, եթե դատել եք անում, արդար դատաստան արեք, հա, իրար մեջ ճիշտ ու սխալ ու խաղաղությունով, ոչ թե ինչ որ կապով, դավով, որովհետև բոլորս էլ մեղքի մեջ ենք։ Եթե մեր դիմացի ընկեր ինչ որ մի չար բան արե, մի վատ բան արե, ու ես սաղի մոտ իրան անպատվեմ, անարգեմ, դատեմ, դատապարտեմ, չէ որ ես էլ Աստծո առաջ էի նույնը։ Իսկ Աստված ինձ ողորմեց, ասում է, իսկ եթե ձեր հայրը ձեզ ողորմեց, ինչի դուք չեք ողորմում։ Դուք եք ողորմած եղեք ընկերներ, որովհետև ձեր հայրը, որ երկնքում է, ողորմած է։ Ես ինձանից չեմ կիսվում ձեր հետ ընկերներ։ Իմ խոսքերը չի, ես ոչ այդքան գիտություն, ոչ էլ իմաստություն ու ոչ էլ բարություն ունեմ, որ ինձանից մի բարի բան անեմ։ Այն ինչ որ կա Աստծունն է, ամբողջ փառքն ու պատիվը, իմաստությունը, մեծարանքը Աստծունն է։ Դրա համար
ողորմած եղեք, հանդուրժող եղեք ընկերներ, որովհետև այս կյանքի մեջ ենք, ճանապարհ ենք անցնում ընկերներ, ամենին ասում են ինչ որ պատահում է, հիմարին պատահում է, նաև իմաստունին էլ ժողովողում է գրած։ Սրանով է ուզում կիսվել ընկերներ, դա շատ մեծ խորհուրդ ունի, մի դատեք ու չեք դատվի։ Ասում է, ում ինչով որ չափեք, նույն ձև էլ ձեզ կչափի։ Մեծ տեսեք մարդկանց, փորձեք իրականում իրանց եմ որ ասում է ծածկեք, մեծ տեսեք իրանց ընկերներ, ու Աստվածը ձեզ մեծ աշխով կնայի։ Դա ճշմարտություն եմ ասում։ Սրանով է ուզում կիսվել ընկերներ, դատելու մասին է վերցրեք այս խոսքը 5 սարքեք իրականում ու կհաջողեք դե բոլոր ճանապարհներում կհաջողեք։ Դատողներ շատ են, 8 միլիարդ մարդ կա, 8 միլիարդն են դատում են, ուղիղ ձեզ ասում եմ, 8 միլիարդն էլ 8 միլիարդ ճիշտ ունեն ու չես կարող եմ որ մի ճշմարտություն կա, որ նա Քրիստոս Հիսուսը մարմնով եկած, որ լսեցինք ու հիմա իսվում ենք ձերդ ու հավատում ենք։ Սրանով է ուզում կիսվել ընկերներ, օրհնելով օրհնում եմ ձեզ։ Անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։